ապարատը հլստե մի հատ նայեք էլի։ Հələ մի հատ նայեք հələ այս վիճակը, հələ մի հատ նայեք հələ։ Կիրակի օր է, հələ նայեք սրանց փոշի։ Առնջի շինհրապարակներից մեկն է։ Այստեղից փոշին բարձրանում է վեր ու լցվում Ավանի բնակիչների բնակարաններ։ Քաղաքացիներն ահազանգում են շինհրապարակը ոչ պաշտպանիչ ցանցեր ունի, ոչ ջուր ցողող սարքեր։ Եթե անգամ ունի էլ, դրանք վերջին քամոտ օրերին որևէ օգուտ չեն տալիս։ Բայց Երևանում փոշով աղտոտման պատճառը միայն շինհրապարակները չեն։ Ամենաշատը փոշու աղտոտվածությունը տեղի ունենում նորմալ վարչական շրջանում ու հարակից հատվածում դեպի Երևանի Դավիթ Բեկ փողոցի հատվածում, որտեղ կան բազմաթիվ հանքեր, որոնք շահագործվում են։ Իսկ օրենքով Երևան քաղաքում հանքերի շահագործումը արգելված է։ Առնջի այս շինհրապարակը կից է Ավան վարչական շրջանին և բարձրացած փոշին անհետևանք չի մնում։ Այն ազդում է նաև Երևանի բնակիչների առողջության վրա։ Բայց քանի որ շինհրապարակը Կոտայքի մարզում է, դուրս է մնում քաղաքապետարանի պատասխանատվության գոտուց։ Եղանակային պայմաններն էլ են նպաստում աղտոտվածության բարձրացմանը, օրինակ քամիների, ուժեղ քամիների դեպքում, նայած թե քամին որ ուղղությամբ է փչում, մի տեղում կարող է աղտոտվածությունը ցրվել, մյուսում կուտակվել եւ ունենանք գերազանցում։ Պետական մոնիթորինգը չափում է օդում փոշու քանակը, բայց այդ չափումը ցույց չի տալիս կոնկրետ որ շինհրապարակը կամ հանքն են աղտոտման պատճառը։ Հայաստանում փոշու միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 150 միկրոգրամ է 1 խորանարդ մետր օդում։ Երևանում առանձին օրերին այս շեմը գերազանցվում է մինչև 2-ից 3 անգամ, որոշ օրերի էլ մինչև 4-ից 5 անգամ։ Այստեղ վարչական շրջանները նշված են գունավորմամբ նոր Կարապկիր, Կենտրոն, Շենգավիթ եւ ինչպես տեսնում եք, ինչպես որ ես նշեցի, Կենտրոն վարչական շրջանում է, որ ամենաշատը բոլոր օրերին գրեթե տեսեք ՍԹԳ-ից բարձր է։ Հայաստանում ամենից աղտոտված քաղաքը սակայն Երևանը չէ։ Աղտոտման ամենաբարձր ցուցանիշը մոնիթորինգի պետական կենտրոնը վերջին ամփոփ տվյալներով գրանցել է Հրազդան քաղաքում, հուլիսի 30-ին, մոտ 400 միկրոգրամ փոշի խորանարդ մետրում, որը սահմանային թույլատրելիից բարձր է 166%-ով։ Նման աղտոտվածության պայմաններում բոլորին խորհուրդ է տրվում մնալ տանը, օգտագործել օդը մաքրող սարքեր։ Հրազդանում օդը աղտոտվում է հիմնականում ցեմենտի գործարանի և ավազի տասնյակ բաց հանքերի պատճառով։ Բացի այդ, Կոտայքը հիմնական մարզերից է, որի պատճառով Երևանն աղտոտվում է փոշով։ Մենք արդյոք համոզված եք, որ Հրազդանի քաղաքի փոշին նույնն է ինչպես որ Երևանի քաղաքի փոշին, կամ նույնն է ինչպես է օրինակ Քաջարանի քաղաքի փոշին։ Բաղադրությունը լրիվ տարբեր է, ինչի համար։ Փոշու մասնիկները նրանք շատ լավ, շատ արագ կարող են իրանց վրա ագրեգացվել ուրիշ տարբեր նյութեր եւ նաեւ շատ վնասակար կարող են վնասակար օրգանիզմի համար վնասական միացություններ իրանց վրա ագրեգացվել եւ այլն։ Եվ մենք ստանում ենք արդեն ոչ թե ուղղակի փոշի, այլ ագրեգատներ, շատ փոքր, որոնք մտնում են մեր օրգանիզմը եւ որոնք կատարում են իրանց շատ վատ դերը։ Երևանի ներսում համայնքն այս խնդրի դեմ սեփական մեխանիզմներն է կիրառում։ Քաղաքապետարանը քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել է օդի որակի չափման 195 կայան։ Նոր կարգավորումներով շինհրապարակները պետք է ունենան փոշու տարածումը կանխող պաշտպանիչ ցանցեր եւ ջրցան միջոցներ։ Կարգավորման ընդունումից մեկ շաբաթ անց քաղաքապետ Ավինյանը քաղաքում խախտման դեպք էր ֆիքսել։ Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեի պողոտայում սենցելի բաց ավազը դրած է մայթերի կողքը եւ դա անընդունելի է, պարոն Մխիթարյան, հենց այսօր խնդրում եմ համապատասխան գործողությունները կազմակերպել։ Ավինյանի այս դիտարկմանն ի պատասխան կոմունալ տնտեսության վարչության պետը տեղեկացրել էր, քաղաքապետարանն արձանագրություններ է կազմել եւ ծանուցումներ ուղարկել։ Ընդհանուր թվով 18 արձանագրություն է կազմվել տարբեր շինարարական աշխատանքների ուղղությամբ, այսինքն ամբողջ քաղաքով բոլոր վարչական շրջանների կողմից իրականացվել են այդ արձանագրման եւ տուգանման process-ները։ Նաեւ ուզում ասեմ, որ ահագին մեծ թվով մենք շուրջ 18 հատ ծանուցում ենք ուղարկել բոլոր վարչական շրջանների կողմից գումարային, որպեսզի այս շաբաթվա ընթացքում նույնպես արձանագրություններ կազմվելու։
Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից, սակայն ակտիվիստ Արթուր Չախոյանը դրանց գործուն լինելու վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում։ Մինչև օրենքի խստացումներն էլ գործում էր վարչարարության համակարգ, հստակ սահմանված էին կառուցապատողի պարտականությունները, բայց ոչինչ չէր արվում։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, արդեն 3-րդ տարին է, որ Տիգրան Ավենյանը հայտարարել է փոշու աղտոտման, այդ կառուցապատման շինհրապարակների ոչ պատշաճ կահավորման ուղղված պատերազմ։ Պետք է նորմալ կահավորած լինի, ես տեսնեմ, որ չկահավորած շինհրապարակ կլինի։ Արդեն 3 տարի է ասում ամեն անգամ, բայց ըստ էության արդյունքների փոփոխություն դեպի լավը բարելավում մենք չենք արձանագրում, այսինքն նույնը կա, օրենքները ամեն անգամ մշակում են, խստացնում են եւ այլն, բայց ըստ էության բան չի փոխվում, էլի, որովհետեւ պարտադրող, պահանջող չկա այդ օրենքների հետևից գնացող։ Նոր խստացումներով փաստորեն Երևանն իր տարածքում ոչ միայն չափում է օդը, այլև փորձում է կառավարել աղտոտման աղբյուրները։ Բայց քաղաքը չի կարող կառավարել այն, ինչ իր վարչական սահմաններից դուրս է։ Այստեղ պատասխանատվությունը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի վրա է։ Տեսչական մարմնից հայտնում են ամենօրյա ռեժիմով ուսումնասիրություններ են իրականացնում թե մարզերում, թե մայրաքաղաքում։ Հունիսի 22-ից հուլիսի 10-ը տեսչական մարմինը շինհրապարակներում 10 խախտում է արձանագրել, որից 5-ը Երևանում։ Տուգանքի ընդհանուր չափը հատել է 3 միլիոն դրամը։ Միջոցառումների թիրախում եղել են հողի բերի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի, ավազ, ցեմենտ, գաճ, խիճ, շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։ Վարչարարության գործող մեխանիզմի դեպքում փող տուր խախտիր համակարգն է աշխատում, ասում է Արթուր Չախոյանը։ Օրինակ Երևանում օդի որակը չափող 195 կայան կա, սակայն հուլիսի 6-ի գործակարգավարական նիստում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը փաստել էր, որ շինհրապարակներից փոշու արտանետումների ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ նախորդ տարի։ Այս տվյալը ցույց է տալիս, որ թեև չափման գործիքներն ու կանոնները կան, վարչարարության գործող մեխանիզմը ևս, բայց դա պատշաճ չի գործում։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։